Բարեկալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոչակը։ Իսկ ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Վագաֆարմ դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարսանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Վերջերս դեղագործական ընկերությունները, ուրեմն դեղատների ցանցեր ունեցող ընկերությունները հանդես էին եկել նամակով ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում խոսում էր երկու հիմնական խնդրի մասին, մեկը էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված հարցերն էին, որոնց շուրջ կարծես խնդիրները չեն դադարում ուրեմն սուր լինել հայկական միջավայրում Հայաստանում եւ երկրորդը դա որոշակի օրենսդրական փոփոխություններ են, որոնք վերաբերում են տուգանքներին։ Եկեք սկսենք էլեկտրոնային դեղամիջոցների հետ կապված հարցերից։ Այս հարցը արդեն ամիսներ է տևում եւ ինչու չի լուծվել այս հարցը, այսինքն ինչու է շարունակում խնդիր մնալ, որովհետեւ կան երկրներ, օրինակ նույն հարևան Վրաստանը, անցել են այս этаպը բավական սահուն եւ այս հարցը կարծես լուծվել է։ Հայաստանում ո՞րն է խնդիրը, ինչպես է դա ազդում, այս գործընթացը ազդում դեղագործական ընկերությունների կամ դեղատաներ ունեցող ընկերությունների բիզնեսի վրա եւ ինչ խնդիրներ է հարուցում, ինչ ֆինանսական հետևանքների է հանգեցնում։ Տեսեք, էլեկտրոնային դեղատոմսը նախատեսված էր սպասարկելու առողջապահական ապահովագրության ներդրվելիք համակարգը։ Այն պետք է կատարեր ապահովագրության համակարգում մի մեխանիզմի դեր, որի միջոցով պացիենտները պետք է ստանային իրենց հասանելիք դեղերը, ինչպես այժմ ստանում են շահառուները պետական պատվերի շրջանակներում անվճար տեսքով։ Այսինքն պետք է դա կատարեր դեղերը ստանալու օժանդակ այդ դերը։ Առողջապահական ապահովագրությունը չներդրվեց եւ մոտակա ապագայում չէր ներդրվելու, բայց էլեկտրոնային դեղատոմսերի պարտադիր պահանջը, որ պետքա բժիշկները դուրս գրեն, դա ուրեմն մնաց։ Դա կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ որ պարտադիր ստիպված բժիշկները դա ուրեմն նշանակեն, այսինքն առանց դրա, եթե չլինի դեղ ստանալը։ Ոնց որ պետական պատվերի շրջանակում անվճար հատուկ խմբերի շահառուները ստանում են, առանց էլեկտրոնային դեղատոմսի դա չի լինի, նույնը կարող է լինել ապահովագրության դեպքում, բայց ապահովագրությունը չներդրվեց, իսկ այդ գործիքը մնաց։ Ու մեր ուրեմն տվյալները, վիճակագրական տվյալները եւ մեր դեղատնային ցանցի ու այլ դեղատնային ցանցի տվյալները վկայում են, որ գրեթե չի դա դուրս գրվում, պատկերացրեք ամսական դուրս է գրվում 9000-ից 10000 ընդամենը էլեկտրոնային դեղատոմս կոմերցիոն նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետությունում 14000 բժիշկ կա, որ իրավասություն ունի էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու այդ խմբերի դեղերի համար։ Այսինքն ստացվում է ամեն ամիս գրեթե գոնե մի դեղ բժիշկը չի դուրս գրում։ Մենք բազմաթիվ աշխատանք տարել ենք, դա ստվերում է տեղի ունենում։ Չէ, այսինքն կամ թղթի վրա են հասարակ գրում, կամ ընդհանրապես բառացի են ասում, ոնց որ նախկինում էր, հին ձևով, այսինքն թղթի վրա դա ու դեղատները վաճառում են դա։ Ու դեղատները չեն կարող չվաճառել, որովհետև այդ ժամանակ ընդհանրապես չի վաճառվել, այսինքն էլեկտրոնայինը չի գործում, իսկ հաճախորդներին մենք պետք է սպասարկենք, մեր 20 տարվա հաճախորդներն են անհնարը։ Այսինքն խնդիրը գալիս է դա բժիշկներից ու անհետեցությունն է, որ բժիշկները դուրս չեն գրում, որոնց վրա բազմաթիվ լծակներ ունի պետությունը, թե լիցենզիաներից զրկելու, թե բժշկական կենտրոնների ղեկավարները կարող են դրան հետևել ու այս վիճակագրությունը ունենալով առողջապահության նախարարությունը որևէ միջոց չի ձեռնարկում։ Ճիշտ ասած, ես ինքս էլ իհարկե դիմել եմ բժշկի ծառայության, բայց հիմնականում էլեկտրոնային դեղատոմս են դուրս գրել եւ ես գնացել եմ այդ էլեկտրոնային դեղատոմսով դուք ապահովագրության այո, ապահովագրության դեպքում դա կատարվում է։ Եթե ապահովագրության մեջ չէ, իսկ մեր պացիենտների մեծ մասը ապահովագրություն չունեն, նրանց վրա դա չի տարածվում։ Բժիշկները չեն իսկ բժիշկների շահը ո՞րն է, որ դուրս չգրեն բժիշկների շահը էլեկտրոնային դեղատոմս։ Բժիշկները որ հին ձևով իներցիայով սովորեն
դա տենց են անում։ Շատ դեպքերում մենք նույնիսկ հարցում ենք արել, որ նախարարությանը փորձում ենք բացատրենք, որ չի լինում, նրանք հորդորում են, որ բժիշկների հետ մենք էլ խոսանք, որը որ մեր լիազորությունը չի, մենք տենց իրավասություն ու լծակները չունենք, որ բժիշկներին պարտադրենք, բայց մեր մենեջերները մոտ 170 բժիշկի հետ զանգել են, խոսել են, ուրեմն 25%-ը դժգոհում է, որ համակարգը թերի է, լավ չի աշխատում, մեծ մասը ընդհանրապես տեղյակ չեն, որ դա տենց բան կա, բայց այս ամեն ինչը պետք է լիներ նենց, որ ինքնաշխատ աշխատեր, այսինքն սա դրված էր նրա համար ու պետք է լիներ նրա համար, որ ինքն իրան ավտոմատ սպասարկեր, այսինքն եթե ապահովագրությունը մտներ, ավտոմատ դա աշխատելու էր, տեսեք, դուք ասում եք ձեր դեպքում աշխատում է, ապահովագրություն ունեք, այդ ապահովագրական ընկերությունը, բայց ոչ բոլորը, դա կազմակերպում են, որ Արմետ համակարգով լինի, այսինքն պետությունը ընդունել է մի նորմատիվ ակտ, որը չի գործում, բայց դրանով լծակա ձեռքը դարել, որ ուրեմն տնտեսվարողներին տուգանելու համար դա նորմատիվ ակտ է դարել, դա որ պատկերավոր մի օրինակով ձեզ ասեմ, պատկերացրեք, որ ուզում եք խոհարարական գործ սկսեք, բիզնես սկսեք ու որոշում եք, որ այդ գործը սկսելու եք, այդ անալոգիան բերում են, ոնց որ դրա բանը առողջապահական ապահովագրությունը լինի ու խմորը բացելու համար նաև որոշում եք գրտնակ ձեռք բերել, այս արդեն էլեկտրոնային դեղատոմսի անալոգիան է։ Հետո հաշվարկներ եք անում, տեսնում եք, որ դա ձեր խելքի գործը չի, ձեզ կոնկրետ չի վերաբերում։ Որոշում եք, որ այդ գործը չսկսել, բայց տեսնում եք, որ գրտնակը կա, տեսնում եք, որ շատ լավ կարա դագանակ որպես ծառայի։ Դուրս եք գալի փողոց, ում տեսնում եք, գլխին տալիս եք, փողերը կորզում եք։ Հիմա մեր կառավարության արածը գրեթե նույնն է։ Այսինքն զուտ բժիշկների չցանկությունն է կամ չիմանալն է, տեղյակ չլինելն է, նոր պայմաններին չհարմարվելն է, որ բերել է այսպիսի խնդիրների, նաև կազմակերպումը, դեղատնային ցանցերը բոլորը պատրաստ են, այդ համակարգին մենք կպել ենք, սա սեմինարներին գնացել ենք, բոլոր դեղատները տիրապետում են ու ոչ միայն մեր ցանցի, մյուսներն էլ։ Պետությունը, որ կազմակերպում էր, առողջապահության նախարարությունը պետք է կազմակերպեր, որ դա իրականացվեր, բայց բժիշկները իներցիայով դա գրում են, ոնց որ նախկինում էին անում, ու ինքնըստինքյան շարունակվում է։ Պետությունը ինքը իշխանությունները ասում են 14000-անոց բանական նրանց չեն կկպնի, որ նրանց չեն կարող ստիպեն, անուղակի ձևով ասում են դեղատներին տուգանենք, նրանք դեղը չեն տա, հաճախորդը կգնա բժիշկի մոտ դուրս գալի, բայց շատ դեպքերում եթե ուղղակի հաճախորդի մոտ զանգարում են բժիշկին, բժիշկը ասում է դեղատնից դուրս արի կլիազնիկա, մտի ուրիշ դեղատուն։ Այսինքն այդ լծակը չկա։ Հիմա ու նույնիսկ այս դեպքում ընդհանրապես այդ դեղատոմսերի նպատակը որն էր, որ ինքնաբուժում չլիներ, նո անտիբիոտիկների դեպքում, այսինքն այլ դեպքերում դժվար մարդը գնա, եթե ոչ մի խնդիր չունի, հակաճնշումային ինչ-որ դեղ առնի։ Հիմա եթե սա չի գործում, սա օժանդակ գործիք էր գործելու այն դեպքում, ինքը ավտոմատ կգործի, եթե ապահովագրությունը մտնի։ Ինքը լավ բան է, թափանցիկ է, բայց ուղղակի չեն անում, բժիշկները իրանք հետո վախում են, որ հետագծելությունն է լինելու իրանց նշանակած դեղերի, խուսափում են, որ հետո ինչ-որ խնդիր պացիենտի հետ լինի, տեսնելու են ինչա նշանակվել, այս խնդիրներ էլ կան, այսինքն ինքը հում մի մեխանիզմ դրվել է, որ ուրեմն ծառայում է որպես տուգանքի գործիք։ Այսինքն սրա լուծումը, այս խնդրի լուծումը դուք տեսնում եք ապահովագրության այսպես համապարփակ ապահովագրության ներդրման մեջ քրեական։ Այս կառավարությունը չի կարողանալու իրականացնի, որովհետև ի վիճակի չի իր ունակությունները հաշվի առնելով, նաև հաշվի առնելով, որ մոտ այնտեղ 8-ից 9% լրացուցիչ պետքա քաղաքացիները հարկմուծեն, այսօրվա մեր պետության վիճակը դա հնարավորություն չի տալի։ Նաև առողջապահական համակարգը, այդ հսկայական հոսքերը, այդ գումարները, որ գնան, այնտեղ մոտ 1 միլիարդ գումար է ակումուլացվելու, դա
անենց հոսքեր է սկսվելու, որ մեր առողջապահական հիմնարկները չեն կարողանալու սպասարկել ու նաև դրա պատճառով է որ խուսափեցին։ Նույնիսկ հիմա խոսք են տալի նախընտրական շրջանում խոսք կտան, որ 26 թվից, 27 թվից, 28 թվից կլինի, բայց չեն կարողանալու իրականացնել։ Դա ոչ պետությունն է պատրաստ, ոչ առողջապահական համակարգը։ Պատրաստ չի, հա։ Այն եղած դեպքերն էլ, որ ունենք պետական ուրեմն պատվերի շրջանակներում անվճար դեղեր բաց թողելու, հիմա կանգնացնում են ու ինչ որ պետքա դեղերը իրանք ուրեմն սպասարկեն, տրամադրեն դեղեր, որի համար պետությունը որ պետքա հատուցի, որտեղ էլ ավելի մեծ շիլաշփաթ լինելու ու փողերի պետական փողերի ուրեմն մսխում լինելու։ Տուգանքների հետ կապված է, իրավիճակը մի փոքր նմանվում է ավելացված արժեքի հարկ տանելու փոքր բիզնեսին այս գործընթացին, որ փորձում են շրջանառության հարկը քիչ-քիչ մոտարկեն ավելացված արժեքի հարկին եւ ասում են, որ դուք կարող եք հարգելի բիզնեսի ներկայացուցիչներ ձեր հարկը նվազեցնել, եթե ներկայացնեք փաստաթղթավորում, եթե խոշոր մատակարարներից invoice ուզեք, փաստաթուղթ ուզեք եւ այսպիսով նաեւ փորձում ենք ձեր միջոցով խոշոր մատակարարներին բերել հարկային դաշտի, որպեսզի այդ ստվերը կրճատվի։ Հիմա մոտավորապես նույն վիճակն է ձեր ասելով, փորձում են դեղատների միջոցով այսպես սպիտակ եւ թափածինք դաշտ բերել նաեւ կլինիկաներին եւ բժիշկներին եւ իրենց դուրս գրած դեղատոմսերը։ Տեսեք, ձեր նամակի մեջ գրել եք նրա մասին, որ մտահոգություն եք հայտնել վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որոնք կվերացնեն բողոքարկման ընթացքում տուգանքների ավտոմատ կասեցումը։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն, եթե դեղատների վրա կամ ձեր ընկերությունների վրա դրվել է տուգանք, ինչ որ մի բանի համար եւ ընկերությունը համաձայն չէ դրա հետ, գնում է մտնում է դատարան եւ վիճարկում է, չի կասեցվում տուգանքի այս նոր փոփոխությունները, չի կասեցվելու տուգանքի վճարման գործընթացը։ Պետությունն ասում է կապ չունի դատարանը ինչ որոշում կկայացնի, ըստ այդմ հետո կշարժվենք։ Հիմա բայց պետք է վճարես։ Որն է խնդիրը սա հետ կապված։ Մի կարճ լրացում էլ անեմ էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ուրեմն կառավարության մոտեցման առնչությամբ, հետո անցնենք արդեն արդարադատության նախարարության նախաձեռնությանը։ Տեսեք, վարչապետը ամեն մի ազգային ժողովի նիստին հայտարարում է, որ ամենակատարյալ բարեփոխումներ լինի, պետք է հանդիպի իր խնդրին։ Այո։ Այդ մի անգամ հայտարարեց, հետո մյուս անգամ լավարկվի, փոփոխվի։ Պետք է լավարկվի, հետո ասում է, սա այն դեպքն է, էլեկտրոնային դեղատոմսերի մասին ասում, որ բարեփոխումը պետք է հանդիպեր իր խնդրին։ Նման դեպքերում ես ասել եմ, որ մի ընդհանուր տրամաբանություն կա, կառավարությունը նրա համար է, որ անի բարեփոխումներ։ Այդ բարեփոխումները անխուսափելիորեն են գնալու են հանդիպելու իրանց խնդիրներին եւ այդ խնդիրներին առաջացման պահի առաջին, երկրորդ, երրորդ ռեակցիան ելնելու է այն, որ գիտեք ինչ բարեփոխումա խնդրը։ Եթե հետաձգենք, չեղարկենք, վերանայենք եւ այլն, իմ գնահատմամբ կառավարությունը նրանով է կառավարություն, որ շարունակի մնա կառավարություն։ Այսինքն իրանք բարեփոխման իմաստը ինչ են հասկանում են, որ հետեւյալում, որ եթե խնդրեմ է դիմադրություն գոյություն ունի, ուրեմն բարեփոխում է։ Այսինքն ոչ թե որ օբյեկտիվ ինչ-որ մի բան անում են կա, այլ եթե խնդրեմը կա, արդեն այդ նշանակումը լավ է, բարեփոխում է, ու բարեփոխումը իր հունի մեջ է։ Տվյալ դեպքում իր ձախողումը արդեն ապացուցած ու այս նախաձեռնությունը տանում է, որ տասնամյակներում ձևավորված դեղատնային համակարգը, որ ստեղծվել է, ուրեմն ոչնչանա։ Ու դա կլինի այդ բարեփոխմանը հանդիպված իր օրինաչափ խնդրը։ Այսինքն բարեփոխման իմաստը սխալ ձևով է ընկալվում ու կիրառվում։ Եթե այս ամենը չվերացվի, այսինքն մնա այնպես, ինչպես հիմա կա։ Դուք խոսել եք ձեր նամակում գրել եք նրա մասին, որ կարող է մի շարք ընկերությունների տանել ոչ թե հավանական, այլ իրական սնանկացման։ Իսկապես այդքան սուր է խնդիրը։ Ասեմ, ուրեմն սկզբից տուգանում են ամեն ստուգման ժամանակ, որ գալիս են ամեն մի այդ ստուգման ժամանակաշրջանում, այսինքն գալիս են տարին մեկ ստուգելու ամեն մի անվանում դեղի համար, այսինքն եթե 400 անվանում դեղեր կան, այդ անտիբիոտիկները ու հորմոնները, նայում են ոչ թե կրկնվող դեպքերը, այլ անունը։ Ենթադրենք 100 հատ վաճառվել է մի անուն, ցեֆտրեաքսոն, դա ընդամենը 5000-ով տուգանվում։ Մենք այն ժամանակ էլ էինք ահազանգում, որ սա խնդրեմ է։ Դեղատները անկապ տեղը
տուգանվում են ու շատերը դրանից խուսափելու համար մտնում են ստվերային դաշտ, ստվերային ստանում են, ստվերային վաճառում են, ՀԴՄ կտրոնները չեն տրամադրում, ՊԿ ինֆորմացիա չի ստանում, ՊԿ ինֆորմացիան էլ առողջապահական այդ տեսչական մարմին չի գնում։ Դրանից հետո կենացները քաղցրացան, սկսեցին մի ինչ-որ մի ինֆորմացիա էր ՊԿ-ից գնացել այնտեղ, ինչքան մենք իրանցից հասկացանք, որ ամեն մի դեպքը ՊԿ ուղարկել էր նրանց։ Նրանք վերցրել էին մոտ մի ամիս ամեն մի հատ դեղի համար վաճառված սկսել են տուգանել։ Ու դեղատնային ցանց կա, Թեոֆարմ կազմակերպությունը, որ ունի միջին ցանցը մոտ 50 դեղատուն, տուգանվել էր, տուգանքի նշանակը 116 միլիոն դրամ։ Մենակ դրա համար, այսինքն ամեն հատի համար հաշվել են 23000 թիվ, բազմապատկել են 23000 փոչով։ 116,000 են ստացել։ Այսինքն պարշիվը դրանից հետո 116 միլիոն թիվ են ստացել, հիմա Թեոֆարմը վիճարկում է դատարանում։ Պարշիվ որ այդ տենց որ գնա չի կարող աշխատել։ Նույնիսկ հիմա եթե անվանումով գնան անեն, այսինքն փոքր է դա ստացվում թիվը 1-ից 2 միլիոն դրամ, այնտեղ 400 անվանում է այդ շրջանում։ Հիմա 2100 էլ հուլիսի 1-ից պետքա գումարվի մնացած դեղատոմսով ենթակա դեղերը։ Այդ ժամանակ ստացվելու է ուրեմն տուգանքի չափը 5-ից 10 միլիոն։ Անհատ դեղատունը, եթե այդքան տուգանվեց, մենակ այդ դեպքով ինքը չի կարող աշխատել։ Այսինքն դա պատկերը նշի, որ ուռճացրած ներկայացվել է։ Ստապ ներկայացված է այն էլ եթե օրինական գործող վարչական իրավախախտումների մասին օրենքով ամեն անվանումով եթե տուգանեն, եթե հատով գնան ոնց որ իրանք ուզում են ու նաև մենք որ քննարկում եղավ կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ նրանք արդարադատության նախարարի նամակ էին բերել, որով որ գրվում էր որ ամեն մի ուրեմն դեպքը վաճառքի դեպքը պետքա տուգանվի։ Եթե դա տենց լինի, ընդհանրապես էլ չենք հասնի արդեն նոր նախաձեռնությանը արդարադատության նախարարության, որով որ ուրեմն ցանկանում են արդեն անցնեն տուգանքները անմիջապես կիրառելու։ Հիմա իրանք ինչ են արել, որ առաջարկում են վերացնել վարչական դատավարության օրենսգրքի այդ վարչական ակտի կատարումը կասեցնող նորմը, երբ որ ուրեմն ակտը դատարանում վիճարկվում է, այսինքն հենց վարչական ակտը տուգանքը նշանակվեց, դա անմիջապես պետք է վերահասնի եւ ուրեմն վաճառվի։ Դա ամենաառաջինը բերելու է բերում է ուրեմն կոռուպցիայի ծախման։ Կոռուպցիան խրախուսվելու է այն հələ հարաբերություններում, որ լինելու է պետական մարմնի ներկայացուցիչ, որը իրավասություն ունի տուգանք նշանակելու ճնշման տակ, պետքա ուրեմն գնա, մի մասը պետքա գնալու են, ուրեմն լեզու գտնեն, որ այդ տուգանքը չնշանակվի։ Մյուսը, եթե տուգանքը նշանակվել է, գնում է արդեն անձը դատարանում է ուրեմն ծաղկելու կոռուպցիան, որովհետև դրա ալտերնատիվը արդարադատության նախարարությունը ասում է, որ հայցի ապահովում կարող է դրվել, որը ոչ մի կապ չունի տուգանքի իրավաչափության հետ, լրիվ ուրիշ հասկացողությունների մասին է։ Ու դատարանը որոշում կայացնելուց շատ հայեցողական ու անորոշ ուրեմն չափանիշներով է դա այդ որոշումը կայացնելու։ Դրա համար այդտեղ կոռուպցիոն ռիսկ է լինելու։ Ու բացի դրանից էլ նաև որ լրիվ չտուգանվեն արդեն վերջնական դատական ակտի ժամանակ, որ կրախի չդատապարտվեն, նաև այդ ժամանակ կոռուպցիան լինելու է, որ ուրեմն պլստան հարկատուները։ Հասկանալի է։ Եվ վերջին հարցը։ Ու կներեք մի հատ էլ բան ասեմ, տեսեք, այստեղ ստացվում է, որ հիմա կառավարությունից նախաձեռնությունը ներդնում է, նրանց միշտ գնահատական են տալիս, որ պետական պաշտոնյաները չեն համապատասխանում իրանց դիրքին։ Վարչապետը ինքը բազմիցս դրա համար ասում է, որ որակը այն չի համապատասխանում։ Հիմա եթե այդ որակը նրանց այն չի, ես կարող եմ նաև ասել, որ այդ համակարգը պետական պաշտոնյաների ուղղակի հարմարացվեցան նրանց ու բավական դիլետանտ ու անբան պաշտոնյաներ կան։ Հիմա նրանց կայացրած որոշումները բավականին խոցելի են լինելու եւ խոտան, այսինքն իրանք ասում են այդ խոտանով արածը մի հատ մուծեք, հետո նոր գնացեք դատարան։ Այսինքն դա
գոնե կարային ասեն այն դեպքերում, եթե ինչ-որ իդեալական աշխատող պետական համակարգ ունենային, գոնե այն պարզ հարցերը գնային, բայց դու մարդուն զրկում ես ընդհանրապես դատական պաշտպանությունից, դատական մրցակցությունից, ու դա չի կա պետության ակնկալիքը, կառավարության ակնկալիքը նման ձևով փոխկորսելու հակապետական է։ Վերջին հարցը դուք մի փոքր առաջ խոսեցիք նաև ստվերի մասին, ստվերային շրջանառության մասին։ Դեղերի ոլորտը ընդհանրապես մութ անտառ է։ Շատ տարբեր վարկածներ կան այդ ոլորտում կատարվող գործընթացների վերաբերյալ, սկսած ստվերային բարձր շրջանառությունից, վերջացած դեղեր, որոնք գրանցված չեն Հայաստանում, բայց գալիս եւ վաճառվում են Հայաստանում, առհասարակ ինչպես է լինում, որ ինչու Հայաստանում չեն գրանցվում այդ դեղերը, որ մարդիկ ստիպված են լինում այդ դեղերը ինչ որ մի ձև այլ երկրներից հասցնել Հայաստան, եւ այս վերջերս դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Հայաստանում դեղերի շրջանառության 80% ստվերում է։ Կարող եք մանրամասնել այս հայտարարությունը եւ բացատրել ինչպես է ստվերային շրջանառությունը փոխկապակցված նաեւ էլեկտրոնային դեղատոմսերի հետ։ Տեսեք, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այս պահին գրանցված ունենք մոտ 3000 անվանում դեղ։ Դրանցից 330-ը նույն արտադրողի, նույն իրավատերի, նույն դեղն է, ուղղակի կրկնվող տողեր են, որոնց ուղղակի արտադրական շղթայի տարբեր փուլերի այդ օղակները տարբեր են, ընդունենք կարող է հաբերը արտադրելա մի գործարանում, փաթեթավորումը արելա այլ գործարանում, բայց նույն դեղն է, այսինքն տենց կան որակի վերահսկողը այլ է, կրկնվում է։ 330 անվանում տեից ենք դուրս գալիս, այս վերջերս ազգային ժողովում քննարկում էր, որին նախարարն էր մասնակցում, այդ ստատիստիկան մենք հիմնարկում հանել ենք, որ այնտեղ էլ ներկայացրել եմ։ Մոտ 600 անվանում դեղ գրանցվել է ու ընդհանրապես չի ներկրվել։ Ուղղակի արտադրողներ են եղել, որ ամբողջ իրանց ցանկը, մեծ ցանկ գրանցել են, բայց կարիք չի եղել, չել ներկրվել, հետո այդ արտադրողները շուկայից գնացել են, դրանք մնացել են։ Հիմա այսինքն տեսեք, Եվրամիությունում մոտ 60,000 անվանում դեղ կա գրանցված։ Ռուսաստանում մոտ հարաբերս այդքան, նույնիսկ այս սանկցիաներից հետո եւ այլն կա։ Հայաստանում, Վրաստանում ինչպես։ Վրաստանում մոտ 10000 անվանում է։ Վրաստանում ավելի ջերմ արտադրողը գրանցումը եւ Եվրամիության ստանդարտները դրված են, այնտեղ Թուրքիան մեծ ազդեցություն ունի, Թուրքիայի դեղերը զուգահեռ ներմուծմամբ թույլատրվում են ներկրվել, որովհետեւ այդ բրենդային դեղերը Թուրքիայի արտադրության բավականին մաչել են, որոնք էլ Վրաստանից գալիս են Հայաստան, բայց դրա մասին չէ։ Եթե մեր հաշվարկներով, որ նայում ենք մեր նման երկրներին, մեզ պետք է 10-ից 15000 անվանում գոնե դեղ ունենանք։ Այդ լուրջ դեղերը հələ։ Իրական կարիքները ապահովելու համար արկա։ Մինիմալն եմ ասում։ Հիմա եթե ունենք մոտ 3000, տեղից է գնահատում ենք դա։ Հակաուռուցքային դեղերը ընդհանրապես գոյություն չունեն։ 1-2 արտադրողի 1-2 դեղ կա։ Այն ստանդարտ սխեմաներում օգտագործվող հակաուռուցքային դեղերը բացակայում են, դրանք ինչպես են գալի, ստվերային ճանապարհով։ Մենք ունենք դեպքեր, որ մեր ծանոթներն են կամ հաճախորդներ կան, որ մեր հաճախորդներ, մեր կլիենտներն են դիմում են, մենք ստիպված գտնում ենք, որ դեղատներում կան, բայց մեծամասամբ համոզված ենք, որ ստվերային են, որ նրանց ուղղում ենք, որ նենց դեպքեր են, օրինակ ուռուցքի հակաուռուցքային դեղերի համար, որ նրանք ստիպված գնան առնեն։ Նույնիսկ մեր կողմից ուղղված այնքան շատ ենք ուղղում, ուղղորդում, որ նրանց արդեն մեր կողմից ուղղորդվածներին զեղ չեն այդ բաներին տալիս։ Այսինքն ինքը ամբողջ ոլորտը ստվերի մեջ է։ Մենք այս հանդիպում եմ ունեցել առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի հետ, որ տենց տուգանքները նշանակում է, որ բուն գործը վարչարարության այնտեղ պետք է արվի, մինչև որ խնդիրը լուծի։ Իսկ խնդիրը պետք է լուծվի ավտոմատ կերպով, այսինքն պետք է տնտեսական ձևով այդ պահանջարկը որ կա, բերվի օրինական դաշտ։ Որևէ բան չի գրանցվում Հայաստանում։ Պրոբլեմը ո՞րն է, պետությունը չի գրանցումը պետք է կատարվի ՀԱՏՄ-ի կարգերով։ 26 թվականի սկզբից պետք է միայն ՀԱՏՄ-ում գրանցված կամ ՀԱՏՄ-ի որևէ երկրում գրանցված Հայաստանի կողմից ճանաչված ուրեմն դեղեր լիներ։ Ընդամենը Հայաստանի Հանրապետությունը գրանցել է կամ ճանաչել է 281 դեղ։ Այլ երկրներում ու Ռուսաստանում արդեն ՀԱՏՄ-ով մոտ մի 8000 անվանում կա։ Այդ դեղի իրավատերերը չեն ցանկանում
այդ ճանաչումը անեն, դրա պատճառով Հայաստանում ուրեմն մնում է sense վիճակ։ Մեր օրենսդրություններն հենց է գրված, որ սպասարկի դեղերի իրավատերերին, հենց ու մի հատ էլ մայիս ամսին անցյալ տարվա մի հատ էլ ուրեմն փոփոխություն արեցին, որ ավելի խստացրեցին զուգահեռ ներմուծումը նաև ոչ թե անմիջապես իրավատերից ես բերում, այլ կողքի շուկայից նրա կողմից ուղարկած, ուղղակի այնտեղ գները էժան գներով է տալի մեծ շուկաներից, այնտեղ կարողանում ենք Ռուսաստանի ինչ-որ ցանցերից ներկրում ես։ Ռուսաստանից կամ Եվրամիության երկրներից նրանցից ներկրելու դեպքում։ Հիմա նենց է գրված, որ մենակ կարող ես բերել ուրեմն նրանցից։ Մի հատ էլ նենց բան գրեցին, որ արտակարգ վիճակներում պատերազմի համաճարակի ժամանակ կառավարության նախարարության թույլտվությամբ կարողանում ենք ներկրել։ Հիմա նենց կետ են ավելացվել, որ եթե այդ ազդող նյութով է դեղից Հայաստանի Հանրապետությունում գրանցած կա, նախարարությանը արգելել այդ դեղը թույլ տալ։ Այսինքն նախարարությունը մի հատ նախաձեռնություն է ցուցաբերել, որ եթե թույլ տա, իր ձեռը կտրել։ Այսինքն որ ու սպասարկում է մի քանի, որ այդ իրավատերերի շահերը սպասարկվեն։ Այսինքն կոնկրետ այդտեղ շահագրգռվածություն կա։ Այսինքն որոնք դիստրիբյուտոր են պաշտոնական, որոնք դիստրիբյուտոր են, պատճառաբանում են նրանով, որ եթե նրանց շահերը չպաշտպանվի, նրանք շուկայից կգնան, իսկ մեծ մասը արդեն գնացել են, կարելի ասել, որ չկան ու մայիս ամսին այդ խստացումը ավելի շատ դնելուց հետո մեկը դեղերի քանակը գրանցված գնալով պակասում, այսինքն լուծում չկա։ Հիմա մեզ պետք չի նայենք այդ ՀԱՏՄ-ին, մեր այս օրենսդրության այս կետերին, պետք է ոնց որ 2021-22 թվականներին պետությունը թույլատրեց արտակարգ վիճակում, հետո պատերազմի ժամանակ բոլոր Եվրամիությունում գրանցված ու ՀԱՏՄ-ում գրանցված դեղերը թույլատրել ներկրել ու այդ հետագծելիության շղթան ցույց տալ, որ արտադրողից գնացել է, որ դիստրիբյուտորն այնտեղից ստեղ ու դա վերականգնել։ Մինչև այս գրանցումների հարցը լուծվի։ Մեր շուկան ինքը բավականին փոքր է, գրանցման գործընթացը ահավոր մեծ քաշքշուկներով է գնում։ Նույնիսկ Ռուսաստանի նման բյուրոկրատական կոռուպցիայված երկրում տես քաշքշուկներով դեղ չի գրանցվում, ոնց որ Հայաստանում։ Այսինքն մենք ունենք 4-5 անգամ գրանցված դեղեր 20-25 տարվա, դրա գրանցումը, որ ավարտվում էր, էլի նույն քաշքշուկներով սկսում են։ Դրա համար ինքը ոլորտը մտնում է փակուղի, մտել է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիվիլային տաղավարում ես զրուցեցի Վահե Վարսանյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։